Բարև ձեզ սիրելի ընկերներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջին կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից, միասին ուսումնասիրել Աստծո խոսքը, Սուրբ Հոգու ազդեցության ներքո թող Աստված առատությամբ իր Սուրբ Հոգին տա, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հասկանալ այն, ինչ որ ուսումնասիրում ենք եւ այն խորը տպավորություն թողնի մեր վրա եւ Աստծո շնորհքով իրագործենք մեր կյանքում Հիսուսի անունով խնդրեցի ամեն։ Մենք արդեն հասել ենք 4-րդ դասին այս երամսյակի, որ ուսումնասիրում ենք թեմա, գեղեցիկ թեմա, որ կոչվում է Աստծո սերը եւ արդարությունը։ Եվ նորից կրկնենք, որ սա խորհրդանշում է Աստծո սերը, սա ամեն մեկը իր անունը թող դնի եւ սա այն կապն է, սիրո կապը, որով Աստված մեզ կապում է իր հետ, այն սիրո նշանները, որ նա անդադար ուղարկում է մեզ, եւ եթե մենք կույր չլինենք, մենք կտեսնենք եւ անսահման շնորհակալությամբ կլցվենք իր հանդեպ, եւ այսօրվա դասը կոչվում է Աստված տառապում է եւ կարեկցում է։ Հիշելու համարն է Եսայա 49:15, միթե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը եւ չի գթա իր որովայնի ծնունդին, եթե նա մոռանա, իսկ ես սակայն քեզ չեմ մոռանա։ Այսինքն Աստծո սերը ամենաբարձր եւ ամենաուժեղ սերն է ամբողջ տիեզերքում։ Գիտեք, ընդհանրապես հույզերը ներկայացնում են որպես անցանկալի մի բան եւ նեգատիվ ձևով են դրան նայում, բայց հույզերը կարող են լինել եւ նեգատիվ եւ պոզիտիվ։ Եվ երբ որ մենք այսօր ուսումնասիրենք, կտեսնենք, որ Աստված էլ ինքը հուզական արարած է, այսինքն էմոցիոնալ եւ իհարկե շատ մեծ տարբերություն կա, որտեղ սատանան ինչ որ Աստված մեզ տվել է, աղավաղել է եւ դրա թվում նաեւ հուզական աշխարհն է աղավաղել մարդու, մարդը շատ իր մեջ փայփայում է բացասական հույզերը, փոխանակ դրական հույզերը փայփայելու։ Եվ անզուսպ անկառավարելի հույզերը կարող են հիմնախնդիր լինել, այնուամենայնիվ Աստված մարդկանց ստեղծել է հուզական ապրումներ ունենալու ընդունակությամբ, պատկերացրեք, եթե մարդիկ զգացմունքներ, հույզեր չունենային, ինչպիսի աշխարհ սա կլիներ, ռոբոտների աշխարհ, որ ջանում են հիմա սարքել ռոբոտներ մարդկանցից եւ նաեւ բազմաթիվ ռոբոտներ են ստեղծում, որպեսզի մարդկանց փոխարինեն։ Եվ Սուրբ գրքում մենք տեսնում ենք, որ Աստված խոր հույզեր է ապրում։ Կան գեղեցիկ ճշմարտություններ, որոնք կարելի է հասկանալ այն գիտակցումով, որ մեր հանդեպ Աստծո սերը խոր հուզական սեր է, բայց միշտ նախազգուշացումով, որ թեև Աստծո սերը կատարյալ է, այն չպետք է նույնականացնել այն հույզերին, որ ապրում են մարդիկ։ Մենք գիտենք, որ ամենամեծ սերը այս աշխարհում դրսևորվում է ծնողական սիրո միջև, մանավանդ մայրական սիրո միջև, ծնող եւ զավակ հարաբերությունների մեջ։ Եվ Աստված շատ անգամ օգտագործում է հենց այս պատկերը նկարագրելու իր սերը։ Այսինքն Աստված ուզում է ցույց տալ, որ ինքը սիրող հայր է, մենք էլ իր սիրելի զավակներն ենք։ Շատ մարդիկ պատկերում են Աստծուն եւ այդպես էլ իրենք են պատկերացնում Աստծուն իրենց մեջ, որ Աստված դատավոր է, որը շատ խիստ վերաբերվում է մարդուն, դատավորի պես կանած սպասում է, թե այս մեղավոր մարդը երբ դի մեղ գործի, որ դատի։ Բայց իրականում Աստվածաշունչում իրեն համեմատում է սիրող հոր հետ։ Եվ նույնիսկ ինչ է ասում, ասում է, եթե նույնիսկ քո մայրը քեզ մոռանա, ես չեմ մոռանա։ Այսքան Աստված
ավելի շատ է մեզ սիրում մեզ, քան թե մեր սեփական ծնողները։ Աստծո գթասրտություն անհամեմատ գերազանցում է նույնիսկ մայրական կամ հայրական հույզերի ամենախոր ու գեղեցիկ մարդկային արտահայտությունը։ Կարդանք Սաղմոս 103:13։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների համար, այսքան իրեն սիրողների ու հարգողների համար։ Եսայա 49:15։ Միթե կինը կմոռանա իր կաթնակերման կանը եւ չի գթա իր որովայնի ծնունդին, եթե նա մոռանա, իսկ ես սակայն քեզ չեմ մոռանա։ Եվ Երեմիա 31:20։ Միթե Եփշեմը պատվական որդի է ինձ համար կամ սիրական զավակ է, որտեղ ինչքան հաճախ էլ նրա դեմ խոսեմ կրկին անպատճառ հիշում եմ նրան, ուստի իմ սիրտը կարոտում է նրան եւ անշուշտ պիտի ողորմեմ նրան, ասում է Տերը։ Այսինքն այստեղ Եփրեմ ասելով նա նկատի ունի Իսրայել ազգը եւ ասում է ինչքան էլ որ թողնեմ, բայց այնուամենայնիվ դեք ծնողը ինչքան էլ ջղայնանա իր երեխայի վրա, միևնույն ասում կարոտում եմ քեզ։ Երեխան կարող է իրեն շատ վատ պահել, շատ սխալ բաներ անել, բայց դա ծնողի սերը չի պակսացնում։ Ծնողը շարունակում է նրա մասին հոգալ, շարունակում է նրան կերակուր պատրաստել, տալ նրա հոգսերը հոգում է եւ նույն ձևի Աստված է։ Այսօր բոլորը հեռացած են Աստծուց, բայց Աստված միթե մարդկանց թողում է սոված, ծարավ կամ ոչ, իրենց ուժ է տալիս, իրենց տաղանդ խելք է տալիս, որ իրենք աշխատեն եւ իրենց հոգսերը հոգան։ Շատ մարդիկ չեն հասկանում, որ դա Աստծուց է, բայց դա իրենց խնդիրն է։ Ուրեմն ըստ այս համարների Աստված մեզ հետ վերաբերվում է որպես իր սիրելի զավակների, սիրելով մեզ այնպես, ինչպես բարի հայրն ու մայրն է սիրում իրենց երեխաներին։ Եվ նույնիսկ ավելին, ինչպես կարդացինք։ Ասում է, որ Ողբ 3:22 մեջ ասում է նրա գթասրտությունը երբեք չի թուլանա կամ երբեք չի պակասի։ Ուրեմն եւ այստեղ եւ նմանատիպ այլ համարներում ցույց է տալիս Աստծո առատ կարեկցական սերը եւ այդ սերը ցույց տալու համար օգտագործվում է եբրայերեն ռահամ բառը, որի արմատն է ռեհեմը, որ նշանակում է որովայն։ Գիտեք, երբեմն երբ մենք հուզվում ենք, մեր որովայնի մեջ ինչ-որ բաները չէ տեղի ունենում, այսինքն հուզմունքը ուղիղ կապ ունի որովայնի հետ։ Եվ դրա համար այդ եբրայերեն բառի արմատը հենց այդ որովայն բառն է։ Այսինքն Աստծո կարեկցանքը նման է մոր սիրուն, որը բխում է որովայնից։ Կինը որովայնի մեջ է 9 ամիս կրում իր երեխային։ Աստծո կարեկցանքը գերազանց է, քան ցանկացած մարդկային կարեկցանք, անգամ մոր կարեկցանքը։ Աստված իր ուխտի ժողովրդին համարում է սիրելի զավակ եւ պատվական որդի, թեև այդ որդին հաճախ ապստամբում է իր դեմ եւ վշտացնում է իրեն։ Չնայած դրան Աստված հայտարարում է իմ սիրտը կարոտում է նրան եւ անշուշտ պիտի ողորմեմ նրան, ինչպես մենք ծնողներս։ Այստեղ ողորմություն թարգմանվող բառն աստվածային կարեկցանքի ռահամ ավելի բարձր իմաստն է արտահայտում, դրանից բացի իմ սիրտը կարոտում է արտահայտությունը կարելի է տառացիորեն այսպես թարգմանել. իմ ներսն աղաղակում է, այսինքն կարոտը ուժգին է, ես այնքան եմ սիրում, որ չեմ կարող ապրել առանց իմ զավակի ներկայության։
Եվ սա աստվածային հույզերի խոր լեզուն է արտահայտում կամ նկարագրում, որ ցույց է տալիս Աստծո կարեկից սիրո խորություն իր ժողովրդի հանդեպ։ Նույնիսկ անհավատարմության մեջ Աստված շարունակում է առատ կարեկցանքով ուղղորդությամբ ողողել իր ժողովրդին, որը գերազանցում է ողջամիտ ակնկալիքները։ Ուրեմն Աստված, հիշեք, մեր սիրող հայրն է, այլ ոչ թե դատավորի պես կանած է, ասում է, թե երբ մենք պիտի սխալանենք, որ մեզ դատի։ Եվ դա շատ մխիթարական է մեր համար, որ Աստծո սերը նման է կարեկցող հոր կամ մոր սիրուն։ Եվ դա շատ պարզ է դառնում Հովսեի գրքում, մենք արդեն խոսել ենք Հովսեի մասին, որը մարգարեր եւ որ Աստված իրեն ասեց. գնա քեզ համար պոռնկաբարով մի կին եւ պոռնկության որդիներ առ, որտեղ որ երկիրը հույժ պոռնկացել է Տիրոջից հեռանալով։ Եվ կարդանք Հովսե 11 գլխի 1-ից 9 համարները։ Հովսե 11 1-ից 9։ Ուրեմն երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան, եւ Եգիպտոսից կանչեցին որդուն, ինչքան կանչեցին նրանց, նրանք հեռանում էին նրանցից, ինչքան կանչեցին, այնքան հեռացան, բահաղներին զոհմատուցելով եւ կուռքերին խունկ ծխելով։ Աստված կանչում է, բայց նրանք բահաղներին են խունկ մատուցում։ Բայց ես էի, որ Եփրեմին քայլեր սովորեցրի, նրանց վեցնում էի իմ բազուկներով, սակայն չիմացան, որ ես եմ բժշկել նրանց։ Եվ այստեղ Աստված համեմատում է իր սերը ծնողական սիրո հետ, երբ որ երեխան սկսում է նոր քայլել, որքան ուրախություն է դա մեզ պարգևում։ Եվ նույն Աստված, մենք ջանում ենք սովորացնել երեխային քայլել, կողքը պտտվում ենք, որպեսզի հանկարծ չընկնի, իրեն ցավեցնի, եւ նույն ձևի Աստծո սերն է։ Աստված անդադար մեզ շրջապատում է, որպեսզի մենք ցավ չզգանք, բայց երբ որ մենք բրդում ենք Աստծուն, մենք զրկում ենք մեզ այդ սիրուց։ Ասում է, չիմացան, որ ես եմ իրենց բժշկում, ես եմ իրենց օգնում, ես եմ իմ բազուկների մեջ առնում։ Մարդկային լարերով, սիրո կապերով ես ձգեցի նրանց եւ նրանց համար այս սիրո կապը։ Իրենց ծնոտներից լուծը անողի պես եղախոնարվելով նրանց դեմ իրենց կերակրում էի։ Նա չպիտի վերադառնա Եգիպտոս, Ասերոստանը պիտի լինի նրանց թագավորը, որտեղ չուզեցին դարձի գալ։ Չուզեցին դարձի գալ։ Եվ սուրը պտույտ պիտի տա նրա քաղաքների վրա եւ վերացնի նրա նիգերը եւ լափի նրանց իրենց խորտների պատճառով։ Իմ ժողովուրդը համառում է ինձնից խոտորվել, թե որպես բարձրալն են կանչվում նրանք, սակայն չեն բարձրանում։ Այսինքն մերժելով Աստծուն, մենք մերժում ենք մեր բարօրությունը, մեր ապահովությունը եւ հայտնվում ենք թշնամու ձեռքում։ Ես քեզ ինչպես թողնեմ, ով Եփրեմ, քեզ ինչպես հանձնեմ, ով Իսրայել։ Ես քեզ ինչպես ադմայի նման դարձնեմ, սեբոյի մի պես անեմ, սիրտս գալարվում է իմ ներսում, բորբոքվում է կարեկցությունս։ Ես չեմ գործադրելու իմ սաստիկ բարկությունը, կրկին չեմ ավրելու Եփրեմին, որտեղ ես Աստված եմ եւ ոչ թե մարդ, Սուրբը ձեր մեջ եւ զայրույթով չեմ գալու։ Երբ որ Աստված տենում է գոն մի քիչ ապաշխարություն, նա անմիջապես կարեկցում է եւ հասնում է օգնության։ Տիրոջ հետևից պիտի գնան, առյուծի պես մռնչալու է նա, երբ մռնչան աղորդիների դողալով կգան, արևմուտքից նրանք թռչունի պես դողալով կգան Եգիպտոսից եւ աղավնու պես Ասորեստանի երկրից, եւ նրանց պիտի բնակեցնեմ իրենց տներում, ասում է Տերը։ Այսինքն, երբ որ նա իր ձեռքը քաշեց եւ նրանք ակսորվեցին, դատարկվեց իրենց երկիրը, բայց հետո երբ որ այնտեղ ապաշխարեցին, Աստված իրենց վերադարձրեց իրենց երկիրը, գթած նրանց վրա։ Գիտեք, երբ որ մեր երեխաները
չարություն են անում, երբ որ վատ բաներ են անում, մի փոքր, երբ որ տեսնում ենք, որ փոշմանել են, զղջացել են, արդեն մեր սերը նորից սկսում ենք ցույց տալ իրենց հանդեպ եւ նույնպես Աստված է, երբ որ նա թեկուզ մի փոքր ապաշխարություն է տեսնում մեզ մոտ, անմիջապես վազում է մեր առջև եւ գրկում է մեզ, ինչպես անառակ որդուն վազեց եւ գրկեց Աստված, եւ Աստված ուզում է, որ մենք գնանք իր մոտ, ինչպես որ կանք այդ անառակ որդու պես, կեղտոտ, մեղավոր, անարժան վիճակում։ Եվ ուրեմն տեսնում ենք, որ Աստված այստեղ իր սերը համեմատում է ծնողական սիրո հետ։ Երկրորդ օրինաց 1:3 ասում եմ. ինչպես մի մարդ տանում է իր զավակին, այնպես էլ Աստված տանում է, այսինքն կրում է իր ժողովրդին։ Եսայա 63:9 նա նրանց փրկեց իր սիրով եւ գթությամբ եւ նրանց բարձրացրեց եւ կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։ Ի տարբերություն Աստծո անխախտ հավատարմության նրա ժողովուրդը բազմիցս անհավատարմություն դրսևորեց, ի վերջո օտարելով Աստծուն, դատաստան բերելով իր վրա եւ խորապես վշտացնելով նրան։ Աստծուն ուրախություն չի պատճառում դատաստան բերելը, թույլ տալը, մարդկանց տառապելը։ Նա թույլ է տալիս դա, որ տառապանքի մեջ մարդիկ խելքի գան, մարդիկ հասկանան եւ ապաշխարեն։ Աստված գթասիրտ է, սակայն երբեք չի բացառում արդարությունը, որտեղ ամեն ինչ իր սահման ունի։ Ուրեմն սիրտը ճմլվում է եւ կարեցանքն է բարձրանում արտահայտությունները խոր հույզերի փոխաբերական լեզու է, որ օգտագործում է ինչպես Աստծո, այնպես էլ մարդու համար։ Այդ պատկերը կարեկցանք բռնկվեց, օգտագործում է երկու կանանց դեպքում, որ կանել էին Սողոմոնի առաջ, նրանցից յուրաքանչյուրը հավակնում էր, որ նույն երեխան իր սեփականն է, երբ Սողոմոնը հրամայեց երկու մասի բաժանել երեխային, իհարկե առանց մտադրության վնաս պատճառելու, այլ ուղղակի պարզելու թե ով է իսկական մայրը, այդ տեսարանը նկարագրում է իսկական մոր հուզական արձագանք, այսինքն իսկական մայրին չի ասում, ասում է խնդրում եմ երեխային տվեք իրեն, միայն ողջ թողեք, խնդրում եմ մի սպանեք երեխային, ոչինչ տվեք իրան, մենակ թե ողջ թողեք նրան, աղաչում է, պաղատում է, իսկ այն մյուսը, որի երեխան չի, ասում է չէ, թող կտրեն, թող ոչ ինձ լինի, ոչ էլ քեզ լինի, եւ արդեն պարզ էր, թե ով է իսկական մայրը։ Երկրային ուրիշ որևէ սեր չի համեմատվի այդ սիրո հետ, քան մայրական սերը։ Եվ ուրեմն մենք կարդացինք, որ 5 կտակարանում Աստված ինչքան կարեկցող եւ ողորմած Աստված է, եւ նույնը նոր կտակարանում է։ Երկրորդ Կորինթացից 1:3-ում Պողոսը գրում է. հայրը գթությունների եւ Աստված ամեն մխիթարության։ Այնուհետև Եփեսացիներ 2:4-ում Պողոսը պարզաբանում է, որ Աստված հարուստ է ողորմությամբ եւ փրկագնում է մարդկանց իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց։ Եվ ինքը Քրիստոսը, երբ որ առակներով նկարագրում է Աստծո սերը, բազմաթիվ անգամ օգտագործում է ուժեղ ու ցնցող հույզեր, բառեր, որպեսզի արտահայտի այդ սերը։ Օրինակ Մատթեոս 18:27-ը մենք գիտենք, երբ որ այդ մարդը, որ չէր կարող իր պարտքը տալ, Մատթեոս 18:27 Եվ ինչ է այստեղ գրած, եւ խնդրում ասում է, ինչ կլինի, ինչ ժամանակ տուր, համբերի ինձ, եւ ես կտամ։ Եվ ասում է, Տերն այդ ծառային գթած, արձակեց նրան եւ պարտքը նրան ներեց։ Գթած, այսինքն խղճած։
Եվ նույնը Ղուկաս 10:33-ին մեջ է օգտագործում նույն բառը գթած, երբ որ Սամարացին տեսնում է այդ վիրավոր մարդուն, ասում նրա սիրտը գթած։ Եվ նույնը Ղուկաս 15:20-ի մեջ։ Այսինքն Աստված գթած Աստված է։ Դա հենց այն առակն է, երբ որ անառակ որդին վերադառնում է ուրեմն 15:20 Ղուկաս 15:20 եւ երկացավ իր հոր մոտ եկավ ու երբ նա դեռ հեռու էր հայրը նրան տեսավ եւ գթած վազեց նրա վզով նկավ ու համբուրեց նրան։ Գիտեք, գթությունը սիրո մի մասն է, երբ որ եթե մեր մեջ չկա գթասրտություն, ուրեմն մենք սխալ է ինչ որ բան պետք է վազենք Աստծու մոտ եւ նրանից օգնություն խնդրենք։ Ուրեմն նույն ձևով, ինչպես որ հին կտակարանում էր նկարագրված, այդ նույն լեզվով նկարագրվում է նաև նոր կտակարանում Աստծո գթասրտությունը ու սերը մեր հանդեպ։ Մենք բազմիցս նոր կտակարանում տեսնում ենք, որ Քրիստոսը ինչպես է կարեկցում դժբախտության մեջ հայտնված կամ օգնության կարիք ունեցող մարդկանց, եւ ոչ միայն նա դատարկաձեռն կարեկցում էր, այլ բավարարում էր նրանց կարիքները, օգնում էր նրանց։ Եվ նույնիսկ լաց եղավ իր ժողովրդի վրա, ինչպես որ տեսնում ենք, որ հին կտակարանում Աստված ողբում է, նույնը Հիսուս ասում է Երուսաղեմ, Երուսաղեմ, ինչքան ուզեցած ես հավաքել իմ թևերի տակ, փրկություն պարգևել ձեզ, բայց դուք չցականցաք։ Եվ համեմատում է իրեն այդ թռչյունի հետ, նույն ձևի հին կտակարանում Աստծո սերը Աստված համեմատվում է արծվի հետ, իր սերը եւ ասում է երկրորդ օրինաց 32:11 երկրորդ օրինաց 32:11 Ինչպես արծիվն իր բույն է քրքրում, շուռ է գալիս իր ձագերի վրա, տարածում թևերն իր, վերցնում է նրանց ու տանում նրանց իր թևերի վրա։ Այսինքն, երբ որ արծիվը սովորեցնում է իր ձագերին թռչելու, ինքը չի գցում իրանց բույնից ու վերջ թողում, նո, ինքը մոտիկ թռչում է, որպես երբ որ տեսնի հանկարծ, որ իր ձագը ուզում է ընկնել, անմիջապես գնում է ձագի տակ եւ ձագը նստում է իր թևերի վրա եւ նա կրում է իր թևերի վրա իր ձագերին։ Նույն ձևի Աստված նկարագրում է իր սեր, այսինքն մեր Աստված հերու Աստված չի, մեր Աստված մեզ շրջապատում է։ Նա անդադար մեզ հետևում է, որ եթե հանկարծ ընկնենք, վեր բարձրացնի մեզ։ Իհարկե խոսքը գնում է հոգևոր անկման մասին։ Աստված դատավոր չի, այսինքն դատավորի պես չի, որ կանաց սպասի երբ ինքնես, որպեսի քեզ դատապարտի։ Շատ ծնողներ այդպես են։ Երեխան սխալ է գործում, կամ ընկնում է, փոխանակ երեխային վերցնեն եւ ամոք են բուժեն, սկսում են գոռգռալ երեխայի վրա, փոխանակ օգնեն, բայց մեր Աստված այդպեսին չի։ Ինքը անմիջապես ուզում է մեզ վեր հանել, մեզ վեր է հանում եւ օգնում է, իհարկե, եթե մենք չբրթենք, մարդիկ շատ անգամ նման են այդ անխելք երեխաներին, որ բրթում են իրենց ծնողին, չեն թողում իրենց օգնի եւ ասում են ես ինքս։ Ուրեմն հիշենք, որ Աստված սիրող ծնող է եւ մեր շուրջը անդադար պտտվում է, միայն թե չվանենք նրան մեր տմարդի ահավացքով։ Չկա Աստծո կարեկցական սիրո ավելի վառ օրինակ, քան Հիսուս Քրիստոսն է, ով իրեն զոհաբերեց հանուն մեզ, որպես Աստծո սիրո բարձրագույն դրսևորում։ Այնուամենայնիվ Հիսուսը ոչ միայն Աստծո կատարյալ պատկերն է, նա նաև մարդկության կատարյալ օրինակն է։
Ինչպես կարող ենք մեր կյանքը կառուցել Հիսուս Քրիստոսի կյանքի օրինակով, ուշադրություն դարձնելով մարդկանց կարիքներին, ոչ միայն պարզապես Աստծո սերը քարոզելով, այլև գործնականում դրսևորելով։ Սակայն Աստված որքան էլ ողորմած է, նաև նախանձախնդիր Աստված է, այսինքն Աստված Երկրորդ Օրինաց 4:24-ում ասում է. «Քո Տեր Աստվածը լափող կրակ է, նա նախանձոտ Աստված է»։ Այսինքն սա այն բացասական նախանձը չէ, որ մարդիկ իրար հանդեպ տածում են, այլ խանդը, ռուսերեն ասում են ռևնոсть, խանդը, որ Աստված սպասում է պատասխան սիրո իր հանդեպ, եւ մարդը չի տալիս այդ սերը։ Աստված ինչու է խանդում, որպեսզի ոչ թե դա տղամարդու բռնակալական խանդի պես չի, այլ Աստված ուզում է, որ մենք իր մոտ լինենք, որպեսզի ինքը հոգա մեր մասին, դա է ինքը իրավունք ունի մեր վրա, որտեղ ինքը մեր արարիչն է եւ մեր փրկագնիչն է, փրկագնողն է, եւ միայն ինքը իրավունք ունի մեր վրա, իրավունք ունի ինչու, որտեղ սիրում է մեզ, իր թշնամին չի սիրում մեզ, նա միայն խաբում է մեզ, եւ դրա համար Աստված երբ որ երեխան շփվում է մեկի հետ, որ գիտենք դեպի կործանումն է տանելու, եւ ասում է մի շփվի նրա հետ, չի կարելի, ես եմ քո ծնողը, ինձ լսի, եւ երեխան կարծում է, թե ծնողը խանդում է, ասում է, բայց իրականում հարցը ինչու՞ն է, որ ծնողը գիտի, որ այդ թշնամին իր զավակին դեպի կործանում է տանում, դրա համար է ինքը ուզում իր զավակի կողքը լինել, դրա համար է ինքը ուզում, որ զավակը իր սիրուն պատասխանի, որ զավակը լինի ապահովության ու երջանկության մեջ։ Եվ Աստվածաշնչյան այդ խանդը բացասական երանգ չունի, Աստծո այդ խանդը, դա սիրող ամուսնու արդար զգացումն է, որ բացառիկ հարաբերություններ է ակնկալում իր կնոջից, թեև կա նախանձ կամ խանդ, որն անհամատեղելի է սիրո հետ, եւ Երկրորդ Կորինթացիներ 11:2-ը կա արդար նախանձ, այսինքն արդար խանդ։ Պողոս առաքյալը դա անվանում է Աստծո հանդեպ ունեցած նախանձախնդրություն, սա է իսկական բառը, նախանձախնդրություն, այսինքն եթե ես ամուսին եմ, ես նախանձախնդիր եմ, որ իմ կնոջ մասին հոգամ ամեն կողմից եւ գիտեմ, որ միայն ես եմ իրեն սիրում եւ ես կհոգամ իր մասին, ոչ թե դա եսասիրության հարց է, այլ մտահոգություն կնոջ բարօրության համար։ Եթե ամուսինը գիտի, որ կինը գնում է մեկի հետ, որ ուղղակի իրան օգտագործելու է եւ գցելու է մի կողմ, ինչ է անում, զգուշացնում է իրեն, տխրում է, որտեղ սիրում է իր կնոջը, որտեղ գիտի, որ ինքն է միայն հոգ տանում, սակայն եթե կինը չի լսում, ինչ կարող է անել։ Եվ Ովսեի մեջ Աստված շատ պարզ ցույց է տալիս այս վիճակը, երբ որ ինքը սիրում էր այդ կնոջը եւ նույնիսկ երեխաներ ունեցան եւ երեխաների անուններն էլ այնպեսի անուններ դրվեց, որ Աստված չի ողորմում, Աստված հեռացել է, ինչու, որ Աստված ցույց տար ապագան, Ովսեն իր կյանքով պետք է մարդկանց ցույց տար, թե իրենց ինչ է սպասում, այսինքն տեսեք, եթե դուք հեռանաք Աստծուն, ինչպես այս կինը հեռացավ, որտեղ հայտնվեց այդ կինը, հայտնվեց ստրուկների շուկայում, նրանց ստրկության էին վաճառում, եւ երբ որ Ովսեն տեսավ, ասма գթած նրան, խղճաց, եւ ինչ արեց, վճարեց եւ գնեց նրան, ինչպես Հիսուսը վճարեց իր արյունով եւ գնեց մեզ մեղքի կյանքից,
Աստված չի պատրաստում մեզ մեղքի հետ հանդերձան հավիտենական կյանք տալ, այլ փրկում է մեզ մեղքից։ Այսինքն Աստված խորապես ցավում է իր ժողովրդի վշտերի համար։ Եվ կարդանք առաջին Կորինթացիս 13 գլխի, առաջին Կորինթացիս 13 գլխի 4-ից 8 համարներ, այս գլուխը սիրո մասին է, եւ ինչ է ասում. Սերը հանդուրժող է, սերը բարի է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Գիտեք, եթե մեկին ասում եք, որ դուք սիրում եք իրան, բայց հանդուրժող չեք, բարի չեք այդ մարդու հանդեպ, երբ որ նախանձում եք, գոռոզանում եք, մեծամտանում եք, ինչ է դա նշանակում, որ իրականում չեք սիրում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, աներարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի անհետանում, արգելությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի, բայց սերը երբեք չի անհետանա։ Այսինքն, եթե մեր մեջ չկա այս գթասրտությունը, չկա այս բարությունը, եթե մենք մեր սեփական շահն ենք փնտրում, եթե գրգռվում ենք, բարկանում ենք, չար բան ենք մտածում, նշանակում է մենք մեծ վտանգի մեջ ենք։ Չնայած մեզ կարող են կոչել քրիստոնյա, բայց եթե այս բոլորը բնորոշ է մեզ, պետք է անմիջապես վազենք Աստծո ոտքի մոտ եւ իրեն աղաչենք, որ մեզ փրկի այս մեղքերից եւ ճշմարիտ սեր դնի մեր մեջ։ Ոչ թե այն արհեստական սերը, որ մենք մեր մեղավոր վիճակում կարծես թե ուզում ենք ցույց տալ մարդկանց հանդեպ, այսօր մարդուն լավություն ենք անում, վաղը նրան փնովում ենք, իբր թե այսօր սիրում ենք, բայց սերը մնում է նույնը։ Հաշվի առնենք, որ փնովելը եւ խրատելը բոլորին ուրիշ բան է։ Սիրող մարդը խրատում է, բայց չսիրող մարդը փնովում է։ Ուրեմն Աստծո ողորմությամբ եւ Սուրբ Հոգու զորությամբ գործնական ինչ ճանապարհներով կարող ենք արձագանքել Աստծո խորապես ուզական, բայց միշտ կատարյալ արդար ու ողջամիտ սիրուն եւ արտացոլել այն։ Միակ ճիշտ պատասխանն ամենից առաջ Աստծուն երկրպագելն է, ով սեր է։ Երկրորդ, մենք պետք է արձագանքենք այդ սիրուն, կարեկցանք ու բարիացակամություն դրսևորենք ուրիշների հանդեպ։ Մենք ոչ միայն պետք է մխիթարվենք մեր քրիստոնեական հավատքի մեջ, այլև մղենք ուրիշներին էլ մխիթարվելու, եւ վերջապես մենք պետք է գիտակցենք, որ չեն կարող փոխել մեր սրտերը, դա կարող է անել միայն Աստված։ Մարդիկ այսօր բազմաթիվ վիրահատություններ են անում իրանց դեմքի գծերը փոխելու, դիմագծերը փոխելու, իբր թե ջահելանալու, իբր թե գեղեցկանալու, իբր թե որտեվ այսօր այնպիսի մի գեղեցկության հասկացողություն են դրել, որ բոլորովին հեռու է գեղեցկությունից, այդ արհեստական գեղեցկությունը, իսկական ճշմարիտ բնական գեղեցկությունը բխում է սրտից։ Եթե մենք խնդրենք Աստծուն, թողնենք մեր սրտի մեջ, որպեսզի ինքը մաքրի մեր սիրտը, եւ այնտեղ բնակվի, մենք բնականորեն գեղեցիկ կլինենք, այլ ոչ թե արհեստական արտաքին ձևերով կձգտենք գեղեցկանալ։ Մեր դիմագծերը մեզ չեն գեղեցկացնում կամ տգեղացնում, մեզ գեղեցկացնում է կամ տգեղացնում է մեր սրտի վիճակը, որտեղ մեր հայացքը, աչքերի հայացքը խոսում է մեր սրտի վիճակի մասին։ Եթե մարդու հայացքի մեջ չկա գթասրտություն, չկա սեր, այլ սառը մեծամտություն, չի կարող այդ մարդը գեղեցիկ լինել։ Ուրեմն թույլ տանք Աստծուն, որ նա մեզ գեղեցկացնի մեր սիրտը, մեր ներքինը, որպեսզի մենք արտաքինով էլ գեղեցիկ լինենք, ոչ թե պսևդո գեղեցիկ։ Եկեք ուրեմն խնդրենք Աստծուն, որ նոր սիրտ տա մեզ, իր եւ ուրիշների համար մաքուր եւ մաքրագործող սեր, որը վեհացնում է այն, ինչը լավ է, հեռացնում է մեր ներսում գտնվող ամեն ավելորդություն, թող մեր աղոթքը լինի, ինչպես որ աղեթեց Պողոսը,
առաջին Թեսաղոնիկեցիս գրքի մեջ 3-րդ գլուխ 12-13 համար, իսկ Տերը թող ձեզ աճեցնի ու առատացնի սերը միմյանց եւ բոլորի հանդեպ, որպեսզի ձեր սրտեն Աստծու ու մեր հոր առաջ հաստատվեն անարատ սրբության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի իր բոլոր սրբերի հետ գալու ժամանակ։ Վերջում կարդանք Հիսուսի լեռան քարոզը գրքից։ Բոլոր նրանք, ովքեր տեսնում են իրենց հոգուխոր աղքատությունը, ովքեր զգում են, որ իրենցում ոչ մի բարի բան չունեն, կարող են արդարություն ու զորություն գտնել նայելով Հիսուսի։ Հիսուսը ուզում է, որ մենք կանգ իր ոտքերի առջև, ինչպես որ կանք, այլ ոչ թե մեր արհեստական սիրով, մեր արհեստական բարությամբ, մեր արհեստական լավ լինելով։ Տես, Հիսուս, ես ինչքան լավ մարդ եմ, եկել եմ քո ոտքի մոտ ինձ օրհնի, ինչպես այն փարիսեցիներ ասում, ոչ։ Այդպես չի։ Նա ասաց. ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, հոգնածներ, ովքեր հոգնել են իրենց մեղքերից, ովքեր բեռնավորված են մեղքերով։ Խնդրում է Աստված, որ գան իրենց մոտ, որ ինքը փրկի, իրենց բեռը վերցնի։ Նա առաջարկում է ձեր աղքատությունը փոխել իր շնորհի հարստությամբ, այսինքն հոգևոր աղքատությունը։ Մենք արժանի չենք Աստծո սիրուն, բայց Քրիստոսը մեր երաշխավոր արժանի է եւ լիովին կարող է փրկել նրանց, ովքեր մոտենում են իրեն։ Հիսուսը երաշխավոր է եղել մեզ համար Աստծո առջև։ Չմերժենք նրա երաշխավորությունը, չասենք, օ, մենք օքեյ ենք, մենք լավն ենք, քո երաշխավորությունը մեզ պետք չի, մենք առանց այն էլ լավն ենք, Աստված մեզ ընդունում է։ Ինչպիսին է լինի ձեր անցած փորձառությունը, որքան էլ հիասթափեցնող լինեն ներկա հանգամանքները, եթե դուք գաք Հիսուսի մոտ, ինչպիսին որ կաք, թույլ, անօգնական, հուսաբեկ, մեր կարեկից Փրկիչը, իր սիրո ձեռքերը մեկնած, ընդառաջ կգա եւ ձեզ կհագցնի իր արդարության պատմությանը, ինչպես այդ առակի մեջի հայրը արեց։ Հոր առաջ նա մեզ ներկայացնում է իր բնավորության ճերմակ հագուստով։ Գիտեք, մենք բոլորս էլ այս անառակ որդու պես ենք, ուղղակի չենք գիտակցում։ Երանի նրանց, ովքեր գիտակցում են եւ գալիս են եւ այս մաքուր պատմությանն են ստանում Հիսուսից։ Հանուն մեզ աղաչում է Աստծուն ասելով. ես զբաղեցրել եմ մեղավորի տեղը, մի նայր այս մոլորված զավակին, ինձ նայր։ Սատանան բարձր ձայնով առարկում է մեր հոգիների համար, մեղադրելով մեղքի մեջ եւ հավակնում, որ մենք իր ավարն ենք, իսկ Քրիստոսի արյուն աղերսում է ավելի մեծ ուժով։ Այսինքն պայքար է գնում։ Սատանան մեզ մեղադրում է, Աստված մեզ ուզում է արդարացնել, բայց դրա համար մենք պիտի գնանք Աստծո պաշտպանության ներքո, Աստծո թևերի տակ պետք է պատսպարվենք, թույլ տանք Աստծուն մեզ օգնել, այլ ոչ թե անկած վիճակում ասենք, չէ, մենք ընկած չենք, մենք ոտքի վրա ենք եւ մերժել Աստծո ձեռքը մեկնած, որ ձեզ վերցնի ընկած վիճակից։ Այո, ընկած մարդը երբեք չի ընկնում, որտեղ ընկած է արդեն։ Մենակ այն մարդը, որ բարձրանում է, կանած է կարող է ընկնել, բայց ոչ ընկած մարդը։ Թող Աստված լուսավորի մեր հոգևոր աչքերը, մեր կուրությունը բուժի, որպեսզի մենք տեսնենք մեր իրական վիճակը, որպեսզի մենք հասկանանք, որ առանց Հիսուսի մենք չենք կարող լինել լավը, մենք չենք կարող մաքրվել առանց Հիսուսի։ Աստվածաշունչը ասում է, չկա արդար, մեկն էլ չկա։ Պետք չէ վիճել Աստծո հետ, պետք չէ ընկած վիճակում ասել, չէ, ես կանած եմ։ Դա լավ բանի չի բերում, երբ որ ի վերջո հասկանում ենք արդեն ուշ է լինում։ Դրա համար այսօր է ժամանակը, այսօր դեռ Աստծո ձեռքը մեկնած է։ Մի մերժեք նրան, մի մերժեք այդ գթած հոր ձեռքին, եթե մերժում եք, այդ ձեռքը դառնում է դատավորի ձեռք, որ վերջի վերջո դատապարտելու է ձեզ, ձեր իսկ մեղավորության պատճառով։ Աստված այսօր առաջարկում է մեզ բոլորիս անխտիր փրկություն, բայց մեր ընտրությունն է։ Թող Աստված օրհնի մեզ, որ այս գալիք շաբաթվա յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ եւ րոպե ցույց տա, որ մենք ընտրում ենք Աստծուն,
ցույց տա մեր գործերով, խոսքերով, մեր մտքերով, մեր կյանքով։ Թող Աստծո օրհնությունը լինի մեզ հետ եւ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։